Արցախ հավաքական վերադարձ։ Ռազմավարություն, որ 1.5 տարի է Genesis Armenia ուղեղային կենտրոնի սեղանին է։ 14 կետից բաղկացած ռազմավարությունը 1 տարուց ավելի քննարկվել է արցախցի պաշտոնյաների, քաղաքական ու հանրային գործիչների, երիտասարդների հետ։ Ինչու հավաքական, ինչպես են վերադառնալու, ինչու է վերադարձի հարցը տակ պահելը կարևոր այս փուլում, որոնք են խոչընդոտներն ու այն կռվանները, որոնցից կարող ենք բռնվել։ Կլոր սեղան քննարկումների հիմնական հարցերն են, որոնց պատասխանները երբեմն խիստ տարբեր էին։ Հնարավոր են զանազան սցենարներ, բայց դրանք պետք է միավորված լինեն մեկ գաղափարի շուրջ։ Այն է ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը եւ հնարավորություն տրամադրել արցախցիներին անվտանգ եւ արժանավայել ապրել իրենց պատմական բնակավայրում։ Հավաքական վերադարձների փորձ աշխարհն ունեցել է, բայց բացառիկ օրինակ է Իսրայելը։ Արցախ հավաքական վերադարձի ռազմավարությանը նման է Իսրայելի վերադարձի փորձը։ Նրանց ռազմավարության հիմքում էր պատմական ու կրոնական հիշողությունը, սիոնիստական շարժման կազմակերպվածությունը, միջազգային աջակցությունը, ապաստան գտնելու հրետապությունը։ Այսինքն մի ծրագիր, որի մեջտեղ են գտել քաղաքական, դիվանագիտական ու սոցիալական կոմպոնենտները։ Արմեն Սարգսյանի խոսքով Արցախ հավաքական վերադարձի ծրագրում եւս դրանք հիմնաքարային նշանակություն ունեն։ Աշխարհի վերաբաժանումից հետո դժվար է լինելու Արցախի հարցը արծարծելը եւ հասնել հաջողության։ Դրա համար մենք փորձում ենք շատ արագ ու բնական աշխատել ամենակարևորը։ Ինչու է Ադրբեջանն օրեցօր փոխում Արցախի հայկական պատկերը։ Ինչու է քանդում պետական շենքերն այն էլ նշանավոր օրերի, ավիրում գերեզմանները։ Հոգեկան ճնշմանը զուգահեռ Բաքուն ջնջում է պատմական հիշողությունը, որը կապում է հայերին իրենց էթնիկ պատկանելիությանը։ Ամբողջ 1.5 տարվա ընթացքում նշել են Genesis-ի հարկի տակ հավաքված արցախցիները։ Վերադարձի տեսլականները տարբեր էին՝ ազատագրական պատերազմ, դիվանագիտական քայլեր, միջազգային խաղաղապահների միջնորդություն եւ այլն։ Ինքնակազմակերպման միջոցով կարողանանք աստիճանաբար հզորացնել մեր հայկական պետությունը, բանակը եւ մեր սեփական ուժերով լուծենք խնդիրը։ Ես հավատացած եմ, վստահ եմ, որ դա անպայման լինելու է ընդ որում իմ սերնդի օրոք։ Համապարփակ ծրագիր է պետք, այսինքն անվտանգային դա ինչպես են այդ ժողովրդի մարդկանց անվտանգությունը ապահովելու, արդյոք հայությունը այնտեղ իշխանության մարմիններ ունենալու թե չէ, Հայաստանի հետ ախափան ճանապարհ ունենալու թե չէ։ Ինչու է հավաքական վերադարձը կարևոր։ Այս հարցն առանցքային ու կարևորների առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Արցախ պիտի լինի հավաքական վերադարձ, անհատական վերադարձը բնականաբար չի մտնում մեր ազգային օրակարգի մեջ, որովհետև դա շատ պարզ տրամաբանությամբ ծառայելու է մեր թշնամի պետության, Արցախի հայաթափումը կազմակերպած պետության վաղեմի քաղաքականությանը, որ Արցախցին պետք է կրի ադրբեջանական ազգագիր եւ ապրի հենց Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը բնականաբար մեզ համար բացառելի է։ Անհատական եւ փուլային վերադարձի դեպքեր Հայաստանն ունեցել է։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունն ազդարարող Մուդրոսի զինադադարից հայերը սկսեցին ինքնական վերադառնալ Արևմտյան Հայաստան։ Թե քանի հայ է վերադարձել հստակ չէ։ Ըստ մոտավոր հաշվարկների, օրինակ այն թափ վերադարձել է 18000 հայ։ Միջազգային ներկայացվածություն ուներ Ֆրանսիան։ 1919 թվականի աշնանը այն թափցիները վերհիշեցին թուրքական ծրագիրը։ Ծայրահեղ լարված վիճակում հայերին թողնում ու ֆրանսիական զինվորականները նահանջում են։ Ցեղասպանությունից 5 տարի անց բռնի տեղահանություն, պատերազմ ու կոտորած եղավ։ Պատմության այս փորձն անհատական կամ փոքր քանակով վերադարձի վտանգավոր լինելու մասին է, նաև փոքրիկ հուշում միջազգային ներկայացվածություն ասվածի։ Genesis Armenia ուղեղային կենտրոնը հավաքական վերադարձի գաղափարը դրել է 3 նպատակով։ Միջազգային ասպարեզում նորից ի հայտ գա հայկական գործոնը եւ ուժեղանը։ Երկրորդը դա համահայկական վերածնունդն է, որտեղ համահայկական վերածնունդը հնարավոր է միայն Արցախի շուրջը, եւ այս թեմայի խորացումը ինքնիսկա բերելու է մեր իղձերի կատարմանը եւ համահայկական ամբողջ միաձուլումը մենք կտեսնենք, եւ երրորդը ներհայաստանյան համակարգն է, որ ներհայաստանյան համակարգում հայ ժողովուրդը պետք է միասնաբար հանդես գա։ Մինչ հավաքական վերադարձը առաջնային է արցախցիների Հայաստանում մնալը։ Ոչ պաշտոնական տվյալներով մոտ 30,000 արցախցի արտագաղթել է Հայաստանից։ Հիմնական պատճառը սոցիալական ծայրահեղ վիճակն է։ Genesis Armenia-ի հավաքական տունդարձի թեմայով կլոր սեղան քննարկումների ժամանակ նաև այս հարցի շուրջ է քննարկումներ եղել։
Արցախ հավաքական վերադարձ գործող իշխանության օրոք հնարավոր չէ։ Այս համոզմանն են արցախցիների մեծամասնությունը։ Ես վճռական եմ համարում մեր իսկ արցախահայության պահվածքը եւ նրա հավաքականության պահպանումը, որն այսօր երևի թե ամենալուրջ խնդիրն է, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում արցախցիները լրջագույն դժվարություններ ունեն, որը մեծապես նպաստում է արդեն իսկ մեծ թափեր ընդունող արտագաղթին։ Հավաքական վերադարձի ռազմավարությունը դեռ նոր է, սակայն այն արդեն հստակ ուղեցույց է ստեղծում, ինչպես միավորել պատմական հիշողությունը, քաղաքական եւ սոցիալական կոմպոնենտները, միջազգային աջակցությունը եւ անվտանգության գործոնները։ Ի տարբերություն անհատական կամ փուլային վերադարձների, այս մոտեցումը հնարավորություն է տալիս կարգավորել, պաշտպանել իրավունքներն ու երկարաժամկետ լուծումներ տալ։ Հայաստան Հանրապետությունը ինքը պարտավոր է վերցնել այս փաթեթը իր ձեռքը եւ կարողանա ճիշտ ներկայացնել ամբողջ աշխարհին իր բոլոր հնարավորությունները ի գործ տնելով այս նպատակների իրականացմանը։ Իրատեսական է մեր ռազմավարությունը։ Ես կարծում եմ այո, բայց դրա համար աշխատանք է պետք։ Արցախ հավաքական վերադարձը կախված է նաև թե ինչպես կվերահսկվեն ռիսկերը, ինչպես կկազմակերպվեն բնակչության, աշխատանքի ու կրթության հարցերը, եւ թե որքանով է հնարավոր ստեղծել շփումը միջազգային գործընկերների հետ վերադարձն անվտանգ ու կայուն դարձնելու համար։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։